Երեխաները ոչ միայն ընտանիքի հայելին են, այլ նաև ընտանիքի արդյունքը։ Մեկ ապտակը չի համարվում որպես հանցագործություն։ Հանցագործությունը սկսվում երկու հարված հասցնելը, մեզ էլ են ծեծել, մենք էլ ենք այդ ծեծով դաստիարակվել, խիվատ ենք դաստիարակվել, ասում դուք հիմա համեմատում եք ձեզ անհայտի հետ, որովհետև դուք չգիտեիք, թե ինչ կմեծանա, եթե ձեզ չծեծեին եւ ձեր թևերը չկոտրեին ժամանակին։ Մենք եղել ենք փոքր, երեխան մեծ չի եղել, հետևաբար մենք պետք է հասկանանք երեխային, այլ ոչ թե երեխան մեզ։ Երեխան, որը ականատես է բռնության, ինքը համարվում է բռնության ենթարկված անձ, որովհետև տրավման, որը ինքը ստանում է այդ տեսարանից, նույնն է, ինչ որ տրավման, որ կստանար իրեն հարվածներ հասնելուց։ Մենք անընդհատ օրինակներում ասում ենք ամուսինը ծեծի ենթարկեց կնոջը, հակառակը լինում է հայկական իրականում։ Այո, մենք ունենք անգամ նաև մեղադրական դատավճիռներ եւ ունենք նաև հաշվառված կանայք, ովքեր որ բռնություն են գործադրել իրենց ամուսինների նկատմամբ։ Հոգեբանական բռնություն, թե ֆիզիկ։ Ներառյալ նաև ֆիզիկական։ Ծեծում են ամուսին, Այո, իսկ ինչու եք զարմանում։ որ կարողանում են։